Facebook-ի գրառման համար 2 ամսով կալանավորվեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Ասֆալտին պարկեսնելով ձերբակալությունից հետո փաստաբանի դեմ մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով իրավական համակարգի պաշտոնատար անձանց վիրավորելու համար։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 2-ից 6 տարի ժամկետով։ Փաստաբանն անդրադառնալով Արագածոտնի թեմի առաջնորդի կալանավորմանը իր զայրույթն էր հայտնել իրավական համակարգի ներկայացուցիչների, քննիչների, դատախազների եւ դատավորների դեմ։ Փաստաբանի գործընկեր Ռուբեն Մելիքյանն ասում է, այս գործը նախազգուշացում է մյուսներին, վախեցնելու նպատակով է արվում։ Այդ մարդկանց կարծում եմ իրենք իրենց տեսանկյունից են նայում, քանի որ վախկոտ մարդիկ են իրենք, կարծում եմ, որ սրանով կարողանան վախեցնել փաստաբաններին, հոգեվորականներին եւ այլն, բայց ես կարծում եմ, որ դրանց հաշվարկները, եթե ոչ 100%-ով, ապա մեծ ամասամբ սխալ են։ Կալանավորված փաստաբանի գործընկերները նկատում են, սա ոչ մեկ մարդու պատմություն է, այլ ամբողջ փաստաբանական համայնքի հանդեպ ճնշման շարունակություն։ Հասարակությունում չկան ոլորտներ կամ շերտեր, որտեղ չի հասել իշխանության մուրճը։ Հաջորդ թիրախը, չնայած ընթացքում բազմիցս մենք նաև ակնատես ենք եղել, որ թիրախավորվել են լրագրողները, մի շարք քաղաքական ակցիաների ժամանակ մենք տեսել ենք քողարկված եւ ոչ քողարկված բռնությունների լրագրողների նկատմամբ, որը նաև մեսիջ էր, որ հեռու մնացեք եւ խելոք մնացեք։ Հարությունյանն ասում է, իշխանության փորձերը չեն հաջողելու, փաստաբանական համայնքում չեն վախենում ռեպրեսիաներից։ Ինչու՞ չէ նաև վախի մթնոլորտը ել ավելի խորացնել պաշտպանության ենթակա անձանց մոտ, լինեն քաղաքական գործիչներ, թե հոգեվորականներ, թե պարզապես սովորական անձինք, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, ցույց տալով, որ տեսեք, ձեր փաստաբանները այսպիսի վիճակում կարող են հայտնվել։ Սա նաև մեսիջ էր մյուս ողջ փաստաբանական համայնքին, իրավապաշտպան համայնքին, որ ցանկության դեպքում կարող եք դուք նույնպես հայտնվել ասֆալտին։ Նախկինում ըստ փաստաբանների իշխանությունը մահակ էր դարձրել վիրավորանքի հոդվածը, բայց Եվրոպայի ճնշման ներքո այդ հոդվածն ապաքրեականացվեց։ Հետո մարդկանց իբր նյութապես շահագրգռելու հոդվածը։ Հիմա հերթը հասել է 490-րդ հոդվածին, խոսքի ազատությունը սահմանափակելու նոր գործիքին։ Դրանով ազդարարվեց այն, որ ռեպրեսիաները նաև փաստաբաններին են վերաբերելու, ինչը շատ տրամաբանական եւ սպասելի է։ Ամբողջատիրության զրկող ցանկացած ռեժիմ ինչ որ մի պահի սկսում է փաստաբանների նաև թիրախավորել։ Կոչուբաևը շուտով հայր է դառնալու գործընկերներն են հայտնում։ Նրա կալանավորմանն անդրադարձել է նաև փաստաբանների պալատի նախագահը, դատապարտելով ոստիկանների գործողությունը։ Իսկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի նկատմամբ քննչական կոմիտեն արդեն պահանջել է կարգապահական վարույթ սկսել։ Այս պահին 23 իրավապաշտպան է ներգրաված Կոչուբաևի պաշտպանության գործում, իսկ փաստաբանների համայնքը հայտարարել է անժամկետ գործադուլի մասին։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։